Շնորհակալություն հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, շատ մանրամասն զեկույցի համար։ Զեկույցը քննարկվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ Ես կուզենայի առանձնացնել մի քանի կետ, որոնց դուք չանդրադարձաք եւ որոնք ճիշտն ասած որպես առանձին խումբ ինֆորմացիա չէին էլ առանձնացվել զեկույցում, այլ գտնվում էին դրա տարբեր հատվածներում։ Խոսքը Եվրոպական միության հայտնի 2.6 միլիարդ եվրոյի աջակցության մասին է, ներդրումային պլանով նախատեսված, քանի որ դրանք իրականացվում են տարբեր ուղենիշների ներքո, զեկույցում դրանք գտնվում էին տարբեր գլուխների ներքո։ Շատ հաճախ է հարցնչում, թե ուր է 2.6 միլիարդը, ուր է եկավ չեկավ, ես ուզում եմ ասել, որ գալիս է, շատ նորմալ գալիս է, այս պահի դրությամբ 2.6 միլիարդից, այսպես ձևակերպենք, տեղաբաշխվել է արդեն ավելի քան 1 միլիարդ եվրոն, տեղաբաշխվել ասելով ես նկատի ունեմ եւ արդեն ծախսվել, եւ արդեն տրամադրվել կամ եւ դրա վերաբերյալ համաձայնագիրը կնքված լինել։ Դրա ամենամեծ կտորը մենք վավերացրել ենք մի քանի ամիս առաջ այս դահլիճում, դա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 միլիոն եվրո վարկի մասին համաձայնագիրներ, որը պետք է ծախսվի հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան, Սիսյան հատվածի վրա, եւ դա մի հատվածն է ընդամենը, հետագայում նաեւ պետք է առանձին համաձայնագիր կնքվի Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի կողմից, որը ելի մենք համարելու ենք այս 2.6 միլիարդի հատված, եւ արդեն դրանից զատ ուղղակի առիթից օգտվելով ասեմ, որ մի առանձին վարկային համաձայնագիր նախատեսվում է Ֆրանսիայի հետ կնքել Բարգուշատի թունելի կառուցման համար եւ մի առանձին համաձայնագիր Ասիական զարգացման բանկի հետ, ելի այս նույն հատվածի, հյուսիսային հատվածի, այսինքն Սիսյանի կողմի հատվածի, 27 կիլոմետրանոց հատվածի համար։ Մնացած գումարը մոտ 200 միլիոն եվրո արդեն իսկ եկել եւ տրամադրվել է մեր առևտրային բանկերին արտոնյալ պայմաններով, կանաչ, այսպես ձևակերպենք, տնտեսության մեջ, կանաչ բիզնեսների մեջ ներդրելու համար, մոտավորապես 90 միլիոն եվրոն արդեն իսկ տեղաբաշխվել կամ ծախսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, հիշեցնեմ, որ ընդհանուր թիվը այնտեղ 120 միլիոններ, մի մասը ման ավտոբուսների ձեռքբերման վրա է ծախսվել, մյուս մասը 32 մանկապարտեզների եւ 6 պոլիկլինիկաների վերակառուցման ավելի սեյսմական եւ էներգոարդյունավետ դարձնելու վրա։ Սյունիքի դիմակայունություն հատվածով եթե չեմ սխալվում, մոտ 30 միլիոն եվրո ընդհանուր 80 միլիոնից արդեն իսկ ծախսվել է, 50 միլիոնի պայմանագիրն էլ այս տարի կկնքվի էլի Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին, բանկի հետ։ Այսքանը ֆինանսական հատվածով, բայց ես կուզենայի մի քանի հայեցակարգային հարցեր անդրադառնալ ընդհանրապես մեր վարչահայության, մեր տնտեսության կառուցվածքի հետ կապված, ու այստեղ իմ հարցի մեջ հնչած օրինակը, պարոն վարչապետ, ինքը ուղղակի զուտ օրինակ է, բայց դա շատ սիմպտոմատիկ օրինակ է, որի օրինակով մենք բազմաթիվ խնդիրներ կարող ենք հասկանալ մեր տնտեսության եւ մեր ներդրումային միջավայրի տարբեր հատվածներում։ Մենք ոչ ճանապարհով ենք պատրաստվում առաջ գնալ, ձգտել անել ամեն ինչ ճիշտ, թե ձգտել անել ամեն ինչ արդյունավետ։ Նույնիսկ որոշ տեղերում առաջ շարժվելով մեր պատկերացրած ճիշտ, չափված, ձևված կանոններից որոշակի խախտումներով, կամ եթե այդ կանոնները ձևակերպվում են օրենսդրական մակարդակում, առավել եւս կառավարության որոշումների մակարդակում, ապա բարեփոխելով այդ կանոնները ինքնին, որովհետեւ ամեն դեպքում կանոններն են մարդու համար եւ ոչ թե մարդն է կանոնների համար։ Հիմա տեսեք իմ վերած օրինակի մեջ նույնիսկ եմ ասում, սա ուղղակի օրինակ է, որի նման տասնյակները կարող են բերել։ Հողերի կատեգորիաներ,
Ես գիտեմ, որ այդ ոլորտում չարաշահումներ եղել են, հիմա էլ կան շատ չարաշահումներ, էժան գներով անում են աճուրներ, հետո թանկով վաճառում են, ես ամեն ինչը ես լսում եմ, այս բողոքներն էլ եմ լսում, սխալ նպատակային նշանակություն են փոխում, յուրացնում են, չարաշահում են, վատնում են եւ այլ։ Հիմա մենք ոչ ճանապարհով ենք շարժվում, գնալ ու բռնել այս բոլոր վատ երևույթները, բոլոր վատնողներին, յուրացնողներին, չարաշահողներին բռնել ու այս ընթացքում կապիտալը քնեցնել, ստացվում է կապիտալը քնեցնել։ Թե ամեն դեպքում աշխատեցնել կապիտալը, որի ընթացքում բնականաբար կլինեն մարդիկ, ինչպես բոլոր զարգացող երկրներում, ովքեր կապիտալը աշխատեցնելու ժամանակ ինչ-որ բան կյուրացնեն, ինչ-որ բան կվատնեն, ինչ-որ բան սխալ կանեն, չարամտորեն, անզգուշաբար, անփութորեն, ցանկացած ձևի, բայց չէ որ այդ կապիտալը աշխատեցնելուց մեր պետությանը օգուտ կգա։ Որն է ավելի լավ, ունենալ 0 շարժ եւ 0 վատնում, թե ունենալ 10 միավորի շարժ, որի մեջ կարող է եւ երկուսը լինել վատնում։ Սա հարց է, որի մասին մենք պիտի մտածենք։ Հիմա նույն այդ օրինակով տեսեք, մեր այսօրվա գյուղատնտեսական հողերի մոտ կեսը չի էլ մշակվում ընդհանրապես։ Ու մշակվող հողերի արտադրողականությունն էլ գյուղատնտեսական հողերի, այնպես չի, որ հոլանդական արտադրողականությանը հավասար է, կամ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում հավասար կլինի հոլանդական, գերմանական արտադրողականությանը հավասար։ Հիմա եթե մեր բիզնեսը, մեր մասնավոր սեկտորը, մեր համայնքները ճիշտ են համարում, տեսնում են այդտեղ հնարավորություն, նպատակային նշանակությունը փոխել եւ օգուտ տալ, իրենց էլ օգուտ տալ, համայնքին էլ օգուտ տալ, պետությանն էլ օգուտ տալ։ Ինչի մենք վարանենք, ինչի մենք երկմտենք, ինչի հազար անգամ ստուգենք։ Նույնիսկ եթե 10 դեպքից ասում եմ, 10 դեպքից 5-ում մենք լինենք սխալված, դրա վնասը շատ չի։ Այն մյուս 5-ի օգուտը շատ ավելի մեծ կլինի 10 գործողության դեպքում։ Եթե մենք համարենք, որ 5 գործողությունը կատարել ենք սխալ, ոչ նպատակային, չգիտեմ, կառուցել ենք մի բան, որը չի բերել ցանկալի արդյունքը, այն մյուս 5-ը հո կբերի այդ օգուտը։ Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չանենք կամ ժամանակ վատնենք ճշտելու համար, թե արդյոք մենք ամեն ինչ անում ենք ճիշտ, այդ ժամանակը ինքնին փող է։ Այդ ժամանակի փոխարեն այդ մարդը հենց այդ փողը կտանի, ավանդ կդնի, տոկոսներ կստանա, էլ իրան ինչին է պետք ինքը անընդհատ գնա դռները ծեցի, իրան պետք է նրան զուտ, որովհետև ուզում են իրենց կապել Հայաստանի հետ։ Ու բազմաթիվ իր դեպքերով մարդիկ ուղղակի չեն սպասում այդքան երկար։ Ես առաջարկում եմ ընդհանրապես, պարոն վարչապետ, ընթացակարգերը թեթևացնել, թողնել, որ մարդիկ անեն այն, ինչ որ ցանկանում են անել, եթե դա ակնհայտ օրենքի խախտում չի։ Եթե ակնհայտորեն դա չի հակասում պետական շահին եւ օրենքի տառին։ Թե չէ օրենքի մեջ հակասություն ցանկացած իրավաբանն էլ հենց այստեղ նստած են։ Ամեն մի գործողության մեջ հազարհատ հակասություն գտնեմ, հազարհատ օրենքի հետ։ Ցանկություն լինի։ Միանգամից կգտնեմ։ Եթե համայնքը ինքը առաջարկում է դա անել, ես առաջարկում եմ ուղղակի առաջ շարժվել այդ ճանապարհով, որովհետև ամեն դեպքում մեր ամեն հաջորդ ձեռքբերում, ամեն հաջորդ օգուտ գալու է նոր ստեղծված արժեքից, ոչ թե կորսված արժեքի հետ բերելուց։ Այնպես որ ես առաջարկում եմ ձգտել անել շատ, ստեղծել շատ, որի ընթացքում կլինեն թերացումներ, ասած ձեզ խնդիրը կհանդիպի իր պրոբլեմին եւ կլուծվի այդ պրոբլեմը։ Պետությունը նայի, խնդիր չի։ Եթե կան ֆունդամենտալ ենթակառուցվածքներ, ճանապարհ պիտի կառուցենք այդտեղ, քիչ առաջ խոսեցի հյուսիս-հարավ մայրուղու մասին, Բարսավոտ հոսանքագիծ պիտի կառուցենք, գազատար պիտի կառուցենք, իհարկե միանշանակ դնում, դա բարդ բան էլ չի այդտեղ։ Նայել նախագծերը մերժել, բայց եթե մենք գնանք անընդհատ ամեն տառի հետևից, չեմ կարծում, որ մեզ պետքա տնտեսական աճ։ Մեզ պետքա խոսում էին, որ տնտեսական աճի տեմպը նվազում է, մեզ պետքա հետ բերել, աճ բերել, աշխատող, կարող մարդկանց առաջ դռները բացել, որ իրանք գործեն, անեն այն, ինչ որ իրանց բիզնես հոտառությունը ասում է այդ պահին, թող անեն, թող մի օգուտ տան, ընթացքում եթե կլինեն խախտումներ, թող իրավապահներն էլ այդ գործով զբաղվեն, կներեք, դա իրավապահների գործն է։ Իրավախախտումներով զբաղվելը ոչ թե կառավարության կամ քաղաքական մեծամասնության
մտահոգությունը, որ ոնց անենք, ինչպես կայացնենք քաղաքական որոշումները, որ նվազեցնենք օրինախախտումների ռիսկերը։ Թող օրինախախտումների հետևներից էլ իրավապահները արդեն գնան։ Շնորհակալություն։